Սիրելի աղեղնավորներ, վերջապես անդրադառնում ենք ձեր նշանին, դուք վերջին նշանն եք եւ այսքան ամենակիչ դիտումները եղել են ձեր կողմից եւ այսօր 31-ն է հոկտեմբերի Վեներայի օրը, Վեներան է ձեզ բաժին ընկել եւ տեսեք պատահական չէ, դուք եւ ցուլերը վերջինն եք եւ կարծում եմ, որ ձեզ մոտ ինչ որ խնդիրներ կան, ես նայում եմ ու զգում եմ, որ ձեզ մոտ խնդիրներ կան եւ առողջականին վերաբերող եւս վերադառնում եք իսատ գործեր կան, ոմանց մոտ միգուցե աշխատանքի հարցում, բայց միանշանակ վերաբերում է առողջականին եւ հավանաբար կիսատ բաներ կան, այո, եւ դուք այն պիտի հասցնեք ավարտին, այսպես, որովհետեւ գիտեք ինչու ինձ մոտ պատահականություններ չեն լինում, եթե այսքան դժվարացավ, այդպես ուշ ստացվեց, որտեվ երբևէ այսպես չէր եղել, դա արդեն ասում է, որ դուք ինչ որ խնդիրներ ունեք, ինչ որ փոփոխություններ են, որ դուք կանգնել եք դժվարության առաջ, դա այս պահին չի հիմա, այսինքն կա, բայց ոչ կոնկրետ միայն հենց այսօր, հա, որ ես ներկայացնում այսքան ինչ որ ժամանակ վերջին, եւ այդպես է դա կա, եւ հիմա հետաքրքիր է, որ տեսնում եք, երկու դեպքում էլ ձեր առողջությանն է վերաբերում, եւ ցուլերի եւ աղեղնավորների եւ դուք ընկաք վերջում։ Այստեղ խնդիր ունեք ու այսենց այս դժվարությունները էներգիան խանգարեց ու եկանք հասանք 31-ին։ Ինչևէ ներկայացնեմ նոյեմբեր ամսվա սողակի կիսվեցի, այսինքն ասացի թե ինչու է այդպես, քան որ կրկնեմ ինձ մոտ պատահականություններ չեն լինում։ Ուրեմն նոյեմբեր ամսվա համար կանխատեսումը կներկայացնեմ եւ նշեմ, որ ունենք լիալուսին, նորալուսին, Մարսը կմտնի ձեր նշան, Վեներան կմտնի կարիճի նշան, Ուրանը կփոխի իր նշանը, Վեներան Մերկուրին կդառնա հետընթաց, Յուպիտերը հետընթաց, Սատուրնը ուղընթաց եւ Արևը բնականաբար կփոխի իր նշանը։ Հուսանք, որ նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը Մարսը կմտնի ուրեմն ձեր նշան սիրելի աղեղնավորներ, կրակի նշանում Մարսը իրեն լավ է զգում եւ բնականաբար ինքը ձեզ ուշ կտա, որպեսզի դուք կատարեք համապատասխան գործողություններ եւ կարողանաք այն վիճակում, որ հայտնվել եք, կարողանաք դուրս գալ եւ բնականաբար ձեզ կօգնի, ուրեմն դա լիալուսնով ես կարծում եմ կավարտվի անպայման ձեզ տեսնում եք եւս դա շատ հետաքրքիր դասավորությամբ դա նորից բաժին ընկավ ուզեմ նշել որ նոյեմբերի 5-ին ուրեմն Հայաստանի ժամանակով 17:19 արևև լուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ տեսնում եք դա ձեր հիվանդության տունն է այնպես որ այստեղ պիտի ավարտվի եւ ինչ որ թեմային ինչ որ հիմա դուք գտնվում եք շատ հնարավոր է գիտեք դա հնարավոր է որ ասենք դուք ինչ որ մեկին եք խնամում դրանով պայմանավորված նաեւ ձեր առողջականն է վատանում այսպես կարող է ձեզ համար դժվար է անպայման չի ասենք որ դուք կոնկրետ հիվանդ լինեք բայց ես կարծում եմ նաեւ պետք է ուշադրություն դարձնեք ծանրության ուրեմն ինչ որ մեկին խնամելու մեծահասակին խնամելու կամ պարզապես եթե դուք եք, հա, խնդիր եք ունեցել մասնավորապես ճնշման ողնաշարի հետ կապված, հնարավոր է նաև ստամոքսի հետ կապված, ինչևէ, այսպիսի հարցեր եթե կան, ձեզանից պահանջում է, որպեսզի դուք այն վերանայեք։ Եվ տեսնում եք, ես կարծում եմ մինչև ամսի 5-ը ոմանք հնարավոր է որոշակի հարցեր կարգավորեն եւ ոմանք հասկանան ինչ են անելու, ասենք եթե վիրահատության հարցեր կան, երբ են վիրահատվելու եւ այլն, որովհետեւ դուք դա կզգաք բնականաբար նոյեմբերի 8-ից մինչև 26 թվականի ապրիլի 26-ը, այսինքն որոշակի բաներ կա կիսած, այլ պիտի ավարտեք, որ նոր դուք այդ ամենից ազատվեք, այսպիսի ուրեմն տրամադրություններ են եւ 7-ին Վեներան կմտնի կարիճի նշան, իհարկե այնտեղ արդեն սև լուսինն են, դեռևս արևն է գտնվում, Մերկուրին եւ այլն, իրենք
մենք տեսնում ենք այնտեղ լինելու է նաև մոլորակները հավաքվում են, ինչ որ առումով կարելի անվանել նաև մոլորակների շքերթ, ինչ որ առումով եւ այստեղ իրենք որոշակի կբերեն ձեր պլանների փոփոխությունը։ Ամեն դեպքում այստեղ հնարավոր է նաև արտերկրի թեման արտերկրի թեման լինի, վերանայեք, քննարկեք, որովհետև առաջիկա 1 տարվա ընթացքում դա շատ կոնկրետ այդ հարցը ձեր առջև դրվելու է շատերի։ Իհարկե ոմանց մոտ ամուսնության թեման էլ կարող է լինել, բայց մեծամասամբ այդպիսի թեմա է, գիտեք, եթե դուք չեք գնում արտերկիր, հնարավոր ձեր երեխան է գնում, կամ դուք ձեր երեխային եք ամուսնացնում, կամ եւ այլն շատ տարբեր ուրեմն հարցեր կան, բայց ասեմ միանշանակ արտերկրի թեման ձեզ մոտ ակտիվանալու է։ Միգուցե այստեղ աշխատանքի հետ կապված, հա, ինչ որ բիզնես կամ որոշել եք, որ ի վերջո 26 թվականին գնալու եք շրջագայությունների, ասենք հիվանդ եք, առողջական եք, կամ այլ հարցեր կային, ժամանակ չէր լինում, ավելի կարևոր հարցեր կային եւ հիմա 26 թվականին դուք կարողանում եք դա իրականացնել, կամ ասացի ամուսնության թեման, ահա այսպիսի ուրեմն տրամադրություններ են եւ նոյեմբերի 9-ից նոյեմբերի 29-ը տեսեք Մերկուրին ձեր նշանում ինքը դառնալու է հետընթաց սիրելի աղեղնավորներ, հավանաբար տեսնում եք ինչ որ հարցեր կա, որ դուք դեռևս փաստաթղթեր հավանաբար, որ դուք պիտի կարգավորեք, վերանայեք, ասացի ամուսնության հարցեր կարող են լինել, ոմանց մոտ դատական հարցեր, ոմանց մոտ արտերկրի հարցեր կարող են լինել, դա ցույց կտա ձեր անձնական քարտեզը եւ դուք անպայման վերանայեք այդ հարցերը, հանդիպումներ, կարևոր անձանց հետ հանդիպումներ ունեցեք եւ այլն եւ ուրեմն վերանայեք, փորձեք կարգավորել եւ ասեմ, որ այդ ժամանակահատվածում նոյեմբերի 9-ից նոյեմբերի 29-ը ոչ մի նոր գործ չենք սկսում, այլ դա ձեզ հնարավորություն է տալիս վերանայելու այն բոլոր կիսատ գործերը, որոնք մնացել են, որ դուք պիտի ավարտեք, թեկուզ հենց փաստաթղթերի հետ կապված, թեկուզ պարզապես հանդիպումների միջոցով հետաքրքիր կարևոր խորհուրդներ ունենալու համար փոխանակվելու եւ այլն եւ նոյեմբերի 11-ից մինչեւ 2026 թվականի մարտի 11-ը այստեղ արդեն ֆինանսական վիճակն է նորից դուք վերանայում եք ֆինանսները, ու եթե նպատակ եք դրել ձեր առջև, նշանակում է այստեղ դուք պիտի վերանայեք ձեր ֆինանսական վիճակը, որպեսզի կարողանաք կարգավորել եւ զբաղվել ձեզ համար կարևոր հարցերով, այստեղ կարող է նաեւ ընտանեկան հարցերը լինեն, միգուցե ընտանեկան բիզնես կամ առողջությանը վերաբերող հարցեր, որ գումար ասենք պիտի տրամադրեք։ Եվ նոյեմբերի 20-ին Հայաստանի ժամանակով 10:47 տեղի կունենա նորալուսինը, արևև լուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն կլինի ձեր 12-րդ տանը, ահա, այստեղ է լինելու նորալուսինը, եթե իհարկե ունենաք դրական էներգիան կուտակվի, դուք կարող եք լավ սկիզբ ունենալ եւ տեսնում եք այստեղ ինչ որ մի նոր գործ սկսելու համար կապված արտերկրի հետ կամ այլ նպատակներ, որ թելադրեցի, թվարկեցի, ուրեմն միգուցե այստեղ լավ սկիզբ է դրվում եւ դուք կարող եք այդպես նոր փոփոխություններով, նոր լիցքերով, նոր տրամադրությամբ շարունակել, որովհետև արդեն 22-ին արևը մտնելու է ձեր նշան սիրելի աղեղնավորներ, դուք կնշեք ձեր ծննդյան օրերը, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ, բոլորին թող լինի հաջողություն եւ նպատակների իրականացում եւ թող բերի ձեզ նաեւ առողջություն, ինչ խոսք, արևը ինքը կմտնի եւ բնականաբար 1 ամիս լինելու է ձեր նշանում, մաքսիմալ օգտագործեք արևի ներկայությունը ձեր կյանքում եւ իհարկե 28-ին նոյեմբերի Սատուրնը կդառնա ուղղընթաց, ինքը գտնվում է ձկան նշանում, տեսնում եք, սա ձեր 4-րդ տունն է, հավանաբար ինչ որ դժվարություններ կան տանը, մեծահասակների հետ կապված կամ այստեղ շնչենության հետ կարող են ինչ որ հարցեր լինել, որ դուք ուրեմն այդ հարցերը եւս հիմա միգուցե դանդաղել են, վերանայում եք եւ դա եւս ինքը կընկնի հունի մեջ մինչեւ փետրվարի 14-ը 26 թվականի, դրանից հետո արդեն Սատուրնը մեկ ընդմիշտ կլեքի ձեր նշանը եւ այսինքն ձկների նշանը եւ ինքը կմտնի
խոյի նշան, ցելի աղեղնավորներ, բնականաբար դա շատ ավելի լավ տարբերակ է, քան այն, որ վերջին 2.5 տարում, քան ինքը որ գտնվում էր ուրեմն 4-րդ տանը, բոլոր դեպքերում միգուցե եղան դժվարություններ, բայց ես կարծում եմ ձեր դեպքում, աղեղնավորի դեպքում եւ ոչ թե լավ, մեկ այլ նշան չթվարկեմ, որը ձեր դեպքում այստեղ եթե դժվարություններ կա, ապա դա ձեզ տանում է, գիտեք, դեպի վերելք բոլոր դեպքերում, այսինքն դուք ոչ թե հետ ենք ընկնում ձեր գործերի, հետ են ընկնում ինչ-որ բան է կորցնում, այլ ընդհակառակը դժվարությամբ, բայց ինչ-որ բան ձեռք բերում եք, միգուցե եւ շինություն եք ձեռք բերում, միգուցե ընտանեկան այլ հարց եք կարգավորում այս 2 տարիների ընթացքում, միգուցե ասենք երեխային եք ամուսնացրել կամ շատ տարբեր հարցեր բնակարաններ եք գնել կամ վաճառել եւ այլն, ավելի լավը գնելու համար։ Մի խոսքով նման հարցեր, եթե եղել են դժվարություններ հետ միասին, բոլոր դեպքերում դա ձեզ հնարավորություն է տվել ավելի բարձրանալու, հա, սա եւս նշենք, որքան էլ դժվար էր, բայց ինքը ձեզ օգնել է այդ հարցում, այնպես որ ես կարծում եմ հիմա արդեն դուք այդ ձեռք բերածի հիման վրա արդեն կարող եք այլ կարևոր հարցեր կարգավորել, որովհետեւ ինքը արդեն տեղաշարժվելու է երեխայի թեման կլինի, ոմանց մոտ իրենց բիզնեսը կլինի, տեսեք, ոմանք հնարավոր է որ երեխա ունենան, ոմանք թոռ ունենան, հա, շատ այդպես տարբեր կլինի կամ սիրո թեման կարող է սիրած անձնավորության թեման լինի, որ իրենք փորձեն իրենց հարաբերությունները հասկանալ, կարգավորել եւ այլն, այսպիսի տրամադրություններ կլինեն, սիրելի աղեղնավորներ, ինչևէ ուշադիր եղեք ձեր առողջության, ձեր աշխատանքի հետ կապված, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, այսքան առայժմ։